Եթե ես քեզ ասեմ այ ընտրի այն 3 բառը, որոնք քեզ ամենալավն են բնութագրում։ Գրասերը։ Կասես, ինչով ես զբաղվում քո առօրյայում։ Քնիցս որ հելնում եմ, միշտ գնում եմ լվացվում եմ, հագնում եմ, նոր եմ գնում դպրոց։ Որ դպրոցն ես գնում։ Բաղրամյանի դպրոց։ Լավ դպրոց, հա։ Լավ է։ Անկեղծ ես պատասխանում։ Հա, լավ դպրոց է։ Սիրում ես քո դպրոցը։ Իսկ դասերը։ Հա, Ամենաշատ որ առարկան ես սիրում։ մաթեմ։ Մաթեմ, էլ, Անգլերեն։ մաթեմը ու անգլերենը ամենաշատն ես սիրում։ Ինչն է քեզ դուր գալիս մաթեմատիկայի մեջ։ Բազմը, պատկումը, բաժանումը, գումարում ու հանումը։ Իսկ ուսուցչուհին էլա լավ է, թե հենց առարկան է քեզ դուր գալիս։ Չէ, ուսուցչուհին լավ է։ Ընկերներ ունես դասարանում։ Ովքեր են, կասես անունները։ Բոլորի։ Ամենամոտ ընկերներդ։ Ամենամոտ ընկերը իմ փողոցից է, անունը Նարեկ է։ Դու ունես ընկեր, ում հետ խաղում ես, լավ ժամանակ ես անցկացնում, դպրոցը վերջացավ, ասենք դասերդ վերջացավ, հետո ինչ ես անում։ Գալիս եմ տուն, հաց եմ ուտում, հանգստանում եմ ու գնում եմ պարապմունքների։ Ինչ պարապմունքներ ունես։ Գնում եմ դհոլի, կարատեի, անգլերենի ու դասապատրաստման։ Չես հոգնում այդքան որ անում ես, ուժերդ հերիքում է։ Եթե կարողանայիր այդ օրակարգի մեջ ինչ-որ բան փոխեիր, ինչ-որ բան կա, որ կուզենայիր փոխել, օրինակ մի բան ավելանեիր կամ մի բան քիչ անեիր։ Չէ, սա իր տեղն է։ Որպես։ Ո՞վ է կազմել այդ օրակարգը։ Դու ինքդ, դու մաման։ Չէ, մեր դասատուներն են այդ օրը արել, որ մենք որտեղ իրանք ուրիշ դասեր ունեն։ Հասկացա։ Իսկ այն պարապմունքները, որ դուրս ես գալի, գնում ես դպրոցից հետո պարապմունքների, չէ՞։ Այն ինչ համար ես պարապմունք։ Դե կարող է գնամ ինչ-որ միտեղ, օրինակ Ամերիկա, ընդ ինձի խոսան իմ հետ անգլերեն, ես չկարանամ պատասխանել, վրաս կծիծաղան։ Դրա համար եմ գնում սովորելու։ Ինչքան ժամանակ է, որ գնում ես դհոլի։ Մոտավոր 5 տարի։ 5 տարի, դա բավականին երկար ժամանակ է։ Սիրում ես։ Ինչն ես սիրում դհոլի նվագելու մեջ։ Որ խմբով նվագում ենք, կամ էլ մենակ, կամ էլ 2 հոգով։ Քիչ է կպատմես, օրինակ որ պահն է քեզ դուր գալիս, հենց երաժշտության։ Չէ, բոլոր նվագները, ամեն ինչը։ Նպատակ ունես երաժշտությամբ շարունակելու։ Ինչպես ես տեսնում օրինակ դհոլը քո կյանքում շատ տարիներ հետո։ Կա։ Ես գիտեմ, որ դու տարբեր մրցույթների ժամանակ նվագել ես։ Այ կպատմես այն մրցույթի մասին, որը ամենաշատն է սենց տպավորվել քո մեջ, որ շատ լավ մրցույթ էր։ Օրինակ այն անցած տարի մենք խմբով գնացել ենք մրցույթի, այդ առաջին մրցույթն էր, ես իմ ընկեր Նարեկը գնացել ենք, էլի 2 հոգով նվագել ենք մրցույթ, հետո դրանից հետո խմբով նվագեցինք այդ մրցույթի օրը, հետո դրանից հետո որ սկսեցին մեդալները տար, առաջի տեղը մենք ենք գրավել, ինձի մի հատ պատվագիր տվեցին, իմ ընկերոջն է տվեցին, 2 հատ առաջի տեղ մեդալ ու դրանից հետո որ գնացինք ավտոբուսով եկանք հասանք մեր ակումբ, մեզ մի հատ պատվագիր տվեցին։ Ինչ դու զգացիր այդ ժամանակ։ Որ առաջի տեղ ընկանք, վազելով գնացինք մեր դասատուին գրկեցինք։
Ձեր դասատունել էր ուրախացել։ Ինչ ասեց ձեզ։ Ասես մյուս անգամ եթե էլիսս լավ նվագեք, լիքը գրամպլիներ ենք շահելու, որ մյուս անգամ էլ գնանք մրցույթի, որովհետև ես հենց գնում եմ դհոլի, տենում եմ, որ ընդ լիքը գրամպլիներ է շահած, բայց այդ գրամպլիներից մեկը իմ դասատուն ինձ ա տվել։ Իսկ եթե տանն ես ու զբաղված չես, ոչ մի բան չկա անելու, ինչով ես զբաղվում, ինչ ես սիրում անես, ազատ ժամանակ։ Ազատ ժամանակ նստում եմ, իմ մաման զբաղվում եմ։ Ինչով։ Նվագում եմ։ Հա։ Ազատ ժամանակ, եթե լինում եմ, գնում եմ խաղում եմ, կամ գնում եմ մի քիչ դաս եմ կարդում։ Հեռախոսում ես։ Հա։ Հա։ Ինչ ես նայում քո հեռախոսով օրինակ։ Ամենասիրածդ բաները որ նայում ես, որոնք են։ Տարբեր մուլտիկներ կա, բայց չեմ հիշում։ Լիքը նայում եմ։ Հա։ Խառն է սաղ։ Բլոգերներ կան ու նայում ես օրինակ հայ բլոգերներ։ Որ բոլորը նայում են իրենց, դու ես նայում։ Այդպես մեծ 4 հատ մարդ կա, որ Minecraft է խաղում, ես իրենց այդ ամեն օր նայում եմ, օրը մեջ։ Այդպես այդ իրենց որ նայում եմ, ես էլ եմ ուզում այդպես հայտնի դառնալ, որ ինչ-որ մի բանով զբաղվեմ, օրինակ իմ առաջի վիդեոն լինի, օրինակ խաղ խաղամ, որ կոմպս սարքենք, խաղ խաղամ, դրանից հետո YouTube գցեմ ու նայեն։ Շատ լավ։ Իսկ մտածել ես, որ կարող ես քո դհոլ նվագելը գցես YouTube ու հայտնի դառնաս։ Արդեն լիքը գցած կամ։ Բայց դեռ հավատում ես, չէ՞ որ հայտնի կդառնաս։ Հա, արդեն հայտնի եմ։ Արդեն հայտնի ես։ Շատ ճիշտ մոտեցում ես։ Բա հայ բլոգերներին չես նայում, օրինակ Կարի եւ այլ բլոգերներին նայում ես, թե չէ։ Չէ, իրան էլ չեմ նայում, որտեվ թարգել եմ։ Հա, խի։ Զզվել եմ իրանից։ Մի քան նայեցիր, զզվեցի։ Հա։ Հա։ Որ իմ եղբայրս ու քուրիկս գալիս են տուն, շոպեն մեկ այդ կարում են դնում, ներվայնանում եմ։ Հա։ Հա, անջատում եմ ուրիշ բան եմ դնում։ Ինչ ես դնում, անջատեցիր, ինչ ես դնում։ Անջատեցի, հելա այն մարդիկ, որ օրինակ իմ ուզած մուլտիկն եմ դնում, իրանց ասում գնացեք ձեր հեռախոսներով նայեք, անջատում եմ, դրանից հետո իմ ուզած մուլտիկն եմ դնում ու նայում եմ։ Հասկացա։ Լավ, էդ էլ հասկացանք, ազատ ժամանակ հեռուստացույց ես նայում, ասեցիր խաղում եմ, ինչ ես խաղում։ Ֆուտբոլ։ Մենք ամեն ինչ խաղեր խաղում ենք, բայց մի հատ բահմտոցի նման խաղ կա, դա մենք ենք որոշել։ Մենք ցելա ենք դնում, ով սենց արեց, ինքը հելնում է խաղից։ Ու վերջինը ինքը եթե սենց արեց, երկուսը հելան, ինքը մինչև 100-ը հաշվի, մենք գնանք ինչ-որ միտեղ պախվենք, որ այդ մեկը կամեզի գտնի, բայց չթքի։ Ում առաջինը գտավ ինքն է։ Բակում եք խաղում այդ խաղը։ Չէ, փողոցում էլ են խաղում, բակում էլ են խաղում։ Հա։ Ես գիտեմ, որ դու ունես փոքրիկ եղբայր։ Կպատմես ինձ մի քիչ իր մասին։ Օրինակ, եթե ես անցած տարի որ իմ մայրիկի հետ գնացել էի Վրաստան, դրանից հետո որ գիշերը մտանք տուն, չէի ասել էի իրան տենայի որ գրքի պաճեի, քնեցի հելա, դրանից հետո ինքը վազելով եկավ ինձի գրքեց ու պաճեց։ Ինչ զգացիր ձեր ժամանակ։ Ինչ զգացողություն ունեցար։ Ես այդ ժամանակ գիտեի ինքը տունը չէր, բայց հետո որ դրանից հետո Վրաստանից գիշերը եկա տուն, ես գիտեի ինքը տունը չէր։ Ուրախացար, որ քեզ գրքեց պաճեց։ Հա։
Հա, Սիրում ես իրեն։ շատ։ Ինչի համար ես սիրում։ Կամ եթե կարող է ինքը ինձի վատ բան անի, ինձի մամայքս ֆելիքներով տվել էր գլուխս բացել էր։ Հա, դրանից հետո Արունը բան կտրվեց, եկավ գրկեց, պաչեց, ասաց կներես։ Քանի տարեկան է։ 2 տարեկան դա նոյեմբերի 4-ին դառնում է 3 տարեկան։ Իսկ դու խելոք ես։ Դες մեկ-մեկ։ Մեկ-մեկ ես խելոք։ Մնացած ժամանակ չարաճճի ես։ Հա, ով է ասել, որ չարաճճի ես։ Դու որոշել ես, թե քեզ ասել են։ Չէ, տենց խելոք չեմ մնում, մեկ-մեկ կամ պապան է վրես կորում, կամ տատիկս, կամ եմ մայրիկս։ Ինչ ես օրինակ անում։ Օրինակ, եթե ես իմ ջուրը թափում եմ գետին, վառում եմ, տորթը գցում եմ գետին, տենց ամանը ջարդում եմ, կամ տատիկս է խոսում վրես, կամ է մայրիկս, կամ է հայրիկս։ Դրանից հետո պազում են, անցած անգամ ես իմ դասերը անգլերենի չէի սովորել, մաման ասաց բանը, որ ճամպրուկը բան արեց, բացեց շատ շորեր ուզում էր հետ դներ, դրանից հետո ես լացեցի, գնացի, դասերը սովորեցի, դրանից հետո առավոտ քնեցելա, բայց ժամը 6-ին է հել է, մաման ինձի արթնացրեց, դրանից հետո շորերը կեսը անել էր, հետո դրեց, հետո դրանից հետո հագնվեցինք ու գնացինք։ Հասկացա։ Հա։ Իսկ մաման ինչ թևի է։ Դենտի մաման ամենալավ մաման է, Հա, բարի է, ու գեղեցիկ է։ ճիշտ է։ Ու կոնկրետ հեսա ես իմ հասում եմ իմ մայրիկի բոյին։ Իսկ մամայի հետ օրինակ ինչ խաղեր կա, որ մաման քո հետ խաղում է, ու շատ ես սիրում, որ խաղում է։ Դες մամայի հետ խաղեր չեմ խաղում, բայց մեկ-մեկ եղել է, որ խաղում ենք։ Հա։ Ինչ եք խաղում։ Դες չեմ հիշում ինչ խաղեր ենք խաղացել, բայց կոնկրետ կարամ ասեմ բակում այն ժամանակ, որ ես պուճուր էի, ես որ իմ հայրիկի հետ փեդ էի տանում դուրս, մաման ինձի րոպե մեկ 1000 դրամ էր տալիս, դենց ամեն օր սկսում էի փող աշխատել։ Շատ լավ։ Ամեն բանը անցած անգամ, որ մեզ պասիլկա էին ուղարկել, ասաց պորտման կար, դրանից հետո պորտմանը որ բացեցի, մեջից ոչ մի բան չկար, հետո որ մեջտեղը բացեցի, տենամ 81,081 դոլար էր, հետո էդի մաման տարավ, սարքեց $100, իսկական բերես տվեց ինձի, հետո ասեցի իմ 81 դոլարը ուրա, ասեցի հենց հիմա այդ 81 դոլարը այդ $100 մեջ է, դրանից հետո որ դրեցի, Ավելացրելը հետա տվել։ հետո ես ամեն օր իրան ասում էի ուրա իմ 81 դոլարը, ուրա իմ 81 դոլարը, դրանից հետո մի հատ 1000 դրամ ուզեցի, ու հետո համոզվեցի, որ այդ 81 դոլարը հենց այդ $100 մեջ է։ Հասկացա։ Իսկ պապան։ Պապան դե որ ես անգլերենից լավ եմ, մայրենից, ռուսերենից, մաթեմից, ինձի ամեն օր, օրինակ անցած օրը ես անգլերենը պատմել եմ սովորել, ինձի իմ դասատուն գրկեց ինձի 9 դրեց օրագրից մեջ, ու իմ պապան ինձի 1000 դրամ տվեց։ Հասկացա։ Բայց հետո ասաց քեզի ամեն ինչ կարող եմ, բայց այտենց չարավ։ Բայց ասեց մի հատ քեզի տուրնի կառնեմ, իր խոստումը կատարեց։ Հա։ Հա։ Իսկ պապան ինչ թևի է, ես այն մամային տեսել եմ։ Պապային ընդհանրապես չեմ տեսել, նկարացրեց պապային։ Օրինակ պապան կարում է ժիմանի,
գնում է աշխատելու չաստ ու ասում եմ դու որ մեծանաս չես գնալու բանակ ինքն ասում ասում է որ դու մեծանաս իմ նման կդառնաս ու կկարանաս իժիմ անես ու իմ պապան ասում է անցած անգամ գնացել ենք իր չաստ գնացել ենք իր ընկերների հետ ծանոթացել ենք Հետո դրանից հետո որ եկանք տուն մեր պապային ասեցի պապա դու գիտես որ դու մեր տան մեջի արդեն ամենամեծն ես մաման պապայի ոնց որ այստեղից է ես պապայի այստեղից է բայց ամենամեծը մեր տան մեջից պապան է բոյով Իսկ առաջին գործողությունը որը կլինի արթնացել ես ու շատ հայտնի ես Դրանից հետո որ ես արտանամ, կարող է իմ մայրիկը տունը լինի այդ օրը, կոմպը բերի, օրինակ բացի ես հասնեմ 100,000 բաժանորդի, ուզենց սայլուտները կմպզնի, որ ես ուրախանամ։ Շատ լավ, որն է 9 տարեկան լինելու լավագույն բան։ Օրինակ եթե դու պուջուրերը խու բաներ ես անում, չի կարելի, որտեվ դու արդեն 9 տարեկան ես, կարող է 20 տարեկան ես լինում, էլի քեզ երեխա նման ես պահում։ Իսկ վատագույն բանը։ Վատագույն բանը այն է, որ դու կարաս փոքրից մնաս, օրինակ 7 տարեկան դու մեծանաս, 7 տարեկանից այդքան պուջուր հասակից մինչև մեծանաս դառնաս անկրագետ, որ քեզի ամբողջ աշխարհը չիմանա, որ դու անկրագետ ես, դպրոցում լավ վատ ես սովորում։ Հասկացա։ Եթե մեկ օրով ունենայիր կախարդական փայտիկ, ինչ կանեիր։ Կանեի մայրիկի համար իր ուզած բանը, որ իր տեղաշորը սիրուն լիներ ու մեր տան մեջ 3 հատ ռոբոտ լիներ, տատիկին համ սուրճ դներ, մայրիկին մաշաժ աներ ու տենց շարունակ։ Ու իմ համար է, իմ եղբոր համար իր օրորոցը սարքը էլեկտրական օրորոց, որ ինքնուրույն ձեն է անում ու որ իմ եղբորը քնի։ Իմ համար ինձի Մնենց բան կանեմ, որ իմ տեղաշորն է այդպես լինի, որ պապան ասը, որ քո տեղաշորը սարքելու եմ սիրուն, բայց իմ տեղաշորը կսարքի էլի էլեկտրական, որ իմ համար լավ լիներ։ Հասկացա։ Ինչ երազանք ունես։ Երազանք ունեմ, որ դառնամ երաժիշտ, սպորտմեն ու մեկը դառնամ ֆուտբոլիստ, որտեղ մենք թաղում բոլորս ֆուտբոլ ենք խաղում ու մեկը դառնամ պարաշուտիստ։ Հասկացա։ Ես մաղթում եմ քո բոլոր երազանքների իրականացումը ու տալիս եմ վերջին հարցը։ Ինչ է լինելու մեր երկրի հետ 20 տարի հետո։ Օրինակ, եթե ես 20 տարի հետո մեծանամ, դառնամ մեծ մարդ, ես դրանից հետո իմ մայրիկին լավություն կանեմ։ Ու իմ ընտանիքին տուն կսարքենք, կառնենք, որ իրանք ապրեն։ Քո կարծիքով ինչու են մեծահասակները խմում սուրճ։ Եթե կարող եմ իրանց վատ են զգում, կարող գնան սուրճ խմեն ու գնան պարկեն քնելու, կարող է քեզի վատ ես զգում կամ գնաս պարկից մի 2-3 ժամ քնես, կամ չայ խմես։ Իսկ մտածել ես ում հետ ես ամուսնանալու։ Ընտրյալ ունես։ Չեմ ամուսնանալու։ Չես ամուսնանալու։ Չէ, որովհետև որ ամուսնանաս, ասել են հելիք եղավ բոլ եղավ, գնա զիբիլ թափի, գնա հացար, ներվերս կերար, մի ծխի, դες ներվերդ կուտ են։
Դու էլ որոշել ես, որ ծխելու ես։ Չեմ ծխելու։ Հա։ Այդ մեկը չեմ ծխելու, չեմ արա խմելու, չեմ պիվա խմելու, որովհետև ես ուզում եմ նորմալ մարդ դառնամ։ Դե եթե նորմալ մարդ ես դառնալու։ Բայց այս տարիքում մի անգամ մամայից ու ընտանիքից թաքուն ընկերներով ծխել ենք։ Հա։ Հետո իմացան, բայց։ Հետո իմացան, հետո ինձնից ամեն ինչ զրկեցին, հետո ես իմ սխալը հասկացա։ Ինչ է փողը։ Փողը մարդու համար սեր է։ Հա։ Որ եթե դու փող չես ունենում, չես կարող տունդ առնես, դու ժամանակով մնում ես դուրսը, բայց էդի մարդու համար ամենավատն է, եթե անձրև կա, դու այդ ժամանակ մրսելու ես։ Հասկացա։ Դրա համար ենք մենք տուն առել։ Իսկ ո՞նց ես դու պլանավորում փող աշխատես։ Նենց եմ աշխատում, օրինակ անցած տարի, որ ես գնացել էի նվագելու, ինձի փող են տվել։ Հարսանիքի, որ գնացել էի, փող են տվել։ Իմ եղբոր հարսանիքը։ Հա։ Դրանից հետո, որ Աշխատել ես այսինքն։ իմ եղբոր չէ, իմ քերի հարսանիքն էի գնացել, իմ քուրիկն ու եղբայրը ու իմ մյուս եղբայրը պուջուր էին, մեկը մեծ էր, երկու հատ փոքր եղբայր, բայց տվայորնի, մի հատ քուրիկ դելի տվայորնի էր, բայց իրանցից ինքը ոնց որ 8 տարեկան էր։ Դրանից հետո, որ ես նվագեցի, 10,000 դրամ աշխատեցի։ Հետո 10,000 դրամը տվեցի մամային, իմ ուզածները առան։ Շատ լավ։ Ապրես։ Շատ քիչ 9 տարեկան տղա կա, որ արդեն աշխատում է։ Ես օրինակ արդեն Ես օրինակ ոնց այդ գումարը աշխատես։ Ես օրինակ հիմա ունեմ 3,000 դրամ, մի հատիկ 5,000 դրամ։ Ու այդ իմ 5,000 դրամը աշխատել էի, չեմ հիշում որտեղ էի աշխատել, գնացել իմ ընկերոջ տուն, ընդ հեռու էր, նվագեցի ու ինձ 5,000 դրամ տվեցին։ Հետո այդքանը որ իրար գումարեցի, եղավ 8,000 դրամ։ Դրանից հետո այդ 8,000 դրամը որ պահեմ, մի հատ 5,000 դրամ ունենամ, այդ 8,000-ի կգումարեմ այդ 5,000-ը ու կստանամ այդքան փող, ինչքան որ կա։ Հասկացա։ Իսկ ինչ է տխրությունը։ Տխրությունը, օրինակ եթե դու գնում ես չես գնում, պլանավորում ես որ քո մայրիկի հետ գնաս կամ հայրիկի, գնաս տխրում ես, որ եթե քեզի ամեն ինչից զրկում են, օրինակ քեզի դոլից հանում են, անգլերենից, տարբեր պարապմունքներից հանում են, դու սկսում ես նեղվել ու քո մյուս ընկերները նայում են ու քո վրա ծիծաղում են։ Որտեվ դու պետք է մեծանաս ու դառնաս այնց մարդ, որ դու աշխատես, լավ մարդ դառնաս ու փող աշխատես ու ամենակարևորը բարի լինես։